Սահմանին զինվոր է զոհվել։ Այսօր առավոտյան Ղարաբաղ-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է 1997 թվականի ծնված Գոր Համազասպի Գարեգինյանը։ Գարեգինյանը Ախուրյանի շրջանի Շիրակ համայնքից էր, ընտանիքի ավագ որդին։ Երիտասարդը բանակ էր զորակոչվել անցած տարվա աշնանը։ Նրա ընտանիքը մի քանի տարի է Ռուսաստանում է բնակվում։ Ադրբեջանցի զինծառայողի դին հանձնել են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին։ Չինգիզ Սալմանի Գուրբանովը սպանվել էր անցած տարվա դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի զինուժի իրականացրած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ։ Ադրբեջանցի դիվերսանտի մարմինը ադրբեջանական կողմին են հանձնել փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան Ղազախ հատվածում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվանից սկսել է ընդունել խորհրդարանական ընտրություններին մասնակցության համար կուսակցությունների եւ դաշինքների փաստաթղթերը։ Գրանցման վերջնաժամկետը փետրվարի 16-ի ժամը 18-ն է։ Առաջին օրվա ավարտին, սակայն, որևէ կուսակցություն կամ դաշինք փաստաթղթեր չի ներկայացրել։ Մինչ այդ այսօր կրկին բարձրացվել է ընտրություններն ապրիլի 2-ին անցկացնելու հարցը։ ՀԱԿ-ը պատրաստվում է Սահմանադրական դատարանում բողոքարկել ընտրությունների անցկացման ամսաթիվը։ Նախաձեռնության եւ հիմնավորումների մասին Ազգային ժողովում խոսել է Լևոն Զուրաբյանը։ Մենք կարծում ենք, որ այն հիմքերը, որ առկա են, լրիվ բավարար են նրա համար, որ մենք դիմենք Սահմանադրական դատարան։ Եվ թող Սահմանադրական դատարանը որոշի, թե ով է այս հարցում ճիշտ։ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը ստորագրահավաք են սկսել։ Հայցը Սահմանադրական դատարան ներկայացնելու համար 27 падգամավորի ստորագրություն է անհրաժեշտ։ Այս պայն 14 ստորագրություն կա եւ այս պայն դալիճում մարդ չկա։ Ստորագրությունները քիչ են, կան խոստումներ, որոնք ասել են որ կստորագրեն, զանգել են, ասել են, ես կարծում եմ վաղ առավոտյան իրանք կմիանան եւ մի ճշտում եւս սա չպետք է շփոթել արտահերթ սեսիա հրավիրելու 24 ժամվա ռեժիմի հետ։ Սրա համար ժամկետը սահմանված չէ։ ՀՀԿ խորհրդի վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ դեմ չէ ընտրությունների օրը փոխելուն, բայց իշխանություններն առայժմ չեն շտապում այդ հարցով որոշում կայացնել։ ՀԱԿ-ում եւս մեկ հարց են հստակեցրել։ Ինչպես եւ սպասվում էր, ՀԱԿ-ի համապետական ընտրացուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Իսկ ով է գլխավորելու իշխող ՀՀԿ-ի ընտրացուցակը։ Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում այդ մասին ոչինչ չի նշել։ Առայժմ չի որոշվել նաեւ թե ով է գլխավորելու կուսակցության նախընտրական շտաբը։ Ամեն դեպքում հայտնի է, որ ընտրացուցակում ամենաշատը 300 տեխնացու կլինի։ Փորձում են որակյալ ցուցակ կազմել, քննարկել եւ հաշվի առնել յուրաքանչյուրի կարողությունները եւ հնարավորությունները, որպեսզի ընտրական գործընթացից հասարակության որևէ շերտ դուրս չմնա։ Մենք ապարտ չենք ընդհանրապես հատվածում մեկուսացնել, անկախ նրանից դեր տված որակումներից, իհարկե գեներալներ ու բարձներ եւ այլն, մենք պետք է ի նկատի ունենալ նրանց հնարավորությունների պարլամենտական աշխատանքներ։ Եվ այս սկզբունքներով պետք է կազմել։ Լրագրողների հարցին Հովիկ Աբրահամյանից բացի կուսակցությունից այլ նեղացածներ կան, Բաղդասարյանը հարցով է պատասխանել։ Իսկ Աբրահամյանը նեղացած է։ Ինքը պետք է դա այդ մեկնաբանությունները, մենք չենք նեղացրել իրեն։ Իսկ հանրապետականի ցուցակում տեղ կունենան օրինակ Մհեր Սեթրակյանը, Սուրիկ Խաչատրյանը։ Բաղդասարյանն առայժմ անուններ չի ուզում նշել։ Անունների մեկ անդրադառնա, որևէ անուն չէ դասի կողմից։ Նույնիսկ իմ մասին եթե հաստատ դրա մասին չի։ Փոխարենը տարածքային ցուցակով տեխնացություն առաջադրելու մասին հայտարարել է Սամվել Ալեքսանյանը։ Ասում է ժողովուրդը գալիս է, խնդրում, որ նորից առաջադրվի։ Իսկ Սեյրան Սարոյանը կուսակցության որոշմանն է սպասում։ Առաջադրվելու ցանկություն ունի, անելու գործ էլ լիքը, բայց իր գլխու ոչինչ չի անի։ Եթե կուսակցությունը որոշում կայացնի, այսի խմբակային գործ է, քո ես իմ գլխու չեմ իցամ ասեմ, անհատական է, ասեմ 1 միլիոն մուծեմ եմ։ Մանվել Գրիգորյանը նույնպես խուսափում է հստակ պատասխանել առաջադրելու է տեխնացությունը թե ոչ։ Հենց որոշում կայացնի պրսնի, անպայման կասի։ Փետրվարի 18-ին կայանալիք ԵԿՄ համագումարում Սեյրան Օհանյանի հարցը չի քննարկվի։ Սեյրան Օհանյանը համագումարն ու մեծ գրագետ աղջես համագումարն ու հարց քննարկել չկա։ Եթե ուրիշ բան երկրապահին դեմ բան անեն, ով ուզում լի կպատժվի։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր ղեկավար ունի։ Նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը, ազատվելով պաշտպանության փոխնախարարի պաշտոնից։ Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր Տոնոյանին ներկայացրել է նախարարության աշխատակազմին։ Կարծում եմ, որ պարոն Տոնոյանին աշխատելը, չնայած որ բավականին պատասխանատու պաշտոն է եւ կարևոր պաշտոն է, այդուամենայնիվ կլինի ոչ դժվար, ելնելով նրանից, որ մենք արտակարգ իրավիճակների նախարարությունում ունենք կայացած համակարգ, մենք վստահ ենք, որ պարոն Տոնոյանը անձնակազմի օգնությամբ բոլոր այդ դրված խնդիրները կիրականացնի։
Նոր պաշտոնում առաջին քայլերի եւ նախարարությունում հնարավոր փոփոխությունների մասին Դավիթ Տոնոյանը առայժմ չի ուզում խոսել, աշխատելու ժամանակ է խնդրում։ Եկեք մի 100 օր աշխատեմ, իրար հետ կխոսեմ։ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը թափուր էր մնացել անցած տարվա դեկտեմբերից Արմեն Երիցյանի վախճանից հետո։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Fox News-ին տված հարցազրույցը հերթական սկանդալն է առաջացրել։ Այս անգամ նա անդրադարձել է Իրանին, այն թիվ 1 ահաբեկչական երկիրը կոչելով։ Թրամփը նաև խոստացել է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների դիրքերից գործել։ Իսկ դրա մեկնարկն արդեն տրված է։ Հունվարի 29-ին Իրանի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկմանը հետևել է Վաշինգտոնի պատժամիջոցների ցանկի ընդլայնումը, որում 13 ֆիզիկական անձ է ներառվել՝ Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Չինաստանի, Քուվեյթի եւ Լիբանանի քաղաքացիներ։ Ռուսաստանի արձագանքը չի ուշացել։ Այդ երկրի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի եւ ահաբեկչական խմբավորումների միջև որևէ կապ չեն նկատել։ Ավելին, Լավրովի հավաստմամբ Իրանը մեծ ավանդ է ներդնում ահաբեկչության դեմ պայքարում։ Հատկապես Սիրիայի հարցով Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերությունների սերտացումը Միացյալ Նահանգներին կարծես այնքան էլ դուր չի գալիս։ Ամերիկյան Wall Street Journal պարբերականը գրել է, որ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում է Ռուսաստանի եւ Իրանի ռազմական եւ դիվանագիտական դաշինքը պառակտելու հնարավորությունները։ Պատահարների շարք հանրապետությունում։ Արարատի մարզում 4 մեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել։ Մեքենաներից Toyota-ն, ինչպես պարզվել է, Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանինն է։ Մարզպետն աշխատանքի էր գնում։ Վթարի հետևանքով զոհեր եւ վիրավորներ չկան։ Մեկ այլ խոշոր պատահար նույնպես Արարատի մարզում։ Երևան-Երասխավան ճանապարհին մարդատար ավտոբուսը բախվել է բետոնե արգելապատնեշներին եւ կողաշրջվել։ 7 մարդ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։ Իսկ Կոտայքի մարզում խոշոր վթարին ծեսկրտուք է հաջորդել։ Երևան-Սևան ավտոճանապարհին BMW Մակնիշի մեքենան բախվել է վրացական համարանիշով Scania Մակնիշի խոշոր բեռնատարին, այնուհետև Volvo Մակնիշի մեկ այլ բեռնատարի, նույնպես վրացական համարանիշով։ 3 մարդ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։ Պատահարից հետո BMW-ի ուղևորները ծեծել են բեռնատարներից մեկի վարորդին։ Եվս մեկ միջադեպ էլ գրանցվել է Ավանի հոգեբուժարանում։ Ահազանգ են ստացել, որ հոգեբուժարանում ռումբ է տեղադրված։ Հաստատության 81 հիվանդներին տարհանել են, սակայն տեղազնման արդյունքում վտանգավոր ոչինչ չեն գտել։ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը այս անգամ աչքի է ընկել Լեսթեր Սիթի Մանչեսթեր Յունայթեդ հանդիպման ժամանակ, որն ավարտվել է վերջինի հաղթանակով 0-3 հաշվով։ Ժոզե Մոուրինյոն հպարտանում է իր ֆուտբոլիստով։ Մխիթարյանն այժմ հրաշքներ է գործում խաղադաշտում։ Անգլիական ակումբի Twitter-ի պաշտոնական էջում անցկացված քվեարկության արդյունքում Մխիթարյանը նաև ձայների 83%-ով Անգլիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել։ Հայաստանի առաջատար ծանրորդներից Աղասի Աղասյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Նրա որոշման մեջ վճռորոշ դեր է խաղացել 400 գրամ ավելացած քաշը։ Բանն այն է, որ ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունում Աղասյանը չի կարողացել հանդես գալ 85 կիլոգրամ քաշային կարգում, քանի որ քաշը 400 գրամ ավելի է եղել, իսկ 94 կիլոգրամ քաշային կարգում 344 կիլոգրամ արդյունքով գրավել է երկրորդ տեղը։ Վերջի մոտեցումից հետո ծանրորդը հանել է մարզակոշիկները եւ թողել մրցահարթակի վրա, իսկ պարգևատրության արարողությանը չի ներկայացել։ Ավելի ուշ մարզիկը Facebook-ում գրառում է արել. Ես հեռանում եմ սպորտից բարձր ճակատով, թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ կոշիկներից էժան են։ Գրառումն ուղղված էր հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին, ինչից վիրավորված մարզիչն էլ Աղասյանին տրեխի հետ է համեմատել։ Հետո հիշեցրել է ծանրամարտում իր վաստակի եւ համբավի մասին, հավելելով, որ Աղասյանը իրենից նեղացել է, քանի որ ինքը մյուս մարզիչների նման խաբեության չի գնացել։ Եղանակային պայմանների հետևանքով առաջացող խնդիրները անվերջանալի են թվում։ Օդի ջերմաստիճանի բարձրացումն իր հերթին է խնդիրներ ստեղծել, որոշ դեպքերում կյանքին վտանգ սպառնացող։ Սասունցի Դավիթ փողոցի տներից մեկը ժապավենով շրջագծել են, որպեսզի տանիքից թափվող սառույցը չվնասի անցորդներին։ Հարևաններն ասում են, եղել են դեպքեր, երբ մարդիկ հրաշքով են փրկվել վերևից ընկնող սառույցից։ Իսկ Տաշիրում պատուհաս են դարձել Արաձյունն ու Մարախուղը։ Հարսանիքի շտապող ավտոշարասյունը արգելափակվել է ձյան մեջ եւ պսակադրության շտապող շուրջ 40 ավտոմեքենաներ 3 ժամ ճանապարհին են մնացել։ Փրկարարները մեքենաները ձյան հաս շերտից դուրս բերելու համար հատուկ տեխնիկա են օգտագործել։ Արտակ Սարգսյան։ Միացրեք Արտակ Սարգսյանի խոսափողը։ Արտակ Սարգսյանի խոսափողը միացա։
Դոլարի փոխարժեքը փետրվարի 6-ին գրեթե չի փոխվել։ Փոխարենը թանկացել են եվրոն եւ ռուբլին։ Արդյունքում դոլարի փոխարժեքը այսօր կազմել է 485 դրամ, եվրոյինը 522, ռուբլունը 8 դրամ 26 լումա, ֆունտինը 606 դրամ։ Փետրվարի 7-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-ից 3 աստիճանով։ Երևանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում։ Մայրաքաղաքում գիշերը բարձրադիր վայրերում կդիտվի 9-ից 11, ցածրադիր վայրերում 16-ից 18, իսկ ցերեկը 2-ից 4 աստիճան ցուրտ։